Ծաղկազարդը մեծ ցնծությամբ նշվեց նաև Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։ Դեռ պատարագը չսկսած, դեպի եկեղեցի տանող ճանապարհները բազմամարդ էին։ Ծաղկահյուս պսակներով եւ ուռենու նորափթիթ ճյուղերով զարդարված մեծ թվով երեխաներ էին մեծերի ուղեկցությամբ մասնակցում Ծաղկազարդի տոնական պատարագին։ Սուրբ խորանը բաց էր, պատարագիչը Տեր Պարթև Քահանա Մուրադյանն էր։ Հավատացյալներն իրենց ուռենու ճյուղերը խորանին մոտ են դրել, որպեսզի ծիսակատարությունից հետո օրնված ճյուղերով վերադառնան տուն։ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցին համայնքի ամենամեծ սրբավայրն է։ Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ միավորում է Արաբկիր, Քանաքեռ, Զեյթուն խոշոր համայնքները եւ որպես կանոն տոնական օրերին սրբատեղին միշտ է մարդաշատ։ Խորհուրդը հասկանալով շատ կարևորել ենք, եթե մնացած օրերին ինչ որ ձևով չէինք հարմարեցնում կամ գործերից ելնելով, այսօր անպայման որոշել էինք, որ պետք է այստեղ լինենք, ու մեր միակ դիստրիկտի օրհնության կարգին գոնե մասնակցենք։ Իմ աղջիկը շատ սպասված բալիկ ա եղել, այսօրը շատ ենք կարևորել, որովհետև մեր ամուսնուց հետո 7-րդ տարում ինքը ծնվեց, ու այսօրը չգիտեմ, մի ուրիշ խորհուրդ ունի մեզ համար։ Ավելի նեղանձնական ենք դարձրել երևի։ Շատ կարևոր է, երբ որ մանուկները այցելում են եկեղեցի, հենց դրա համար, որ ստանան Քրիստոսի օրհնությունը, քանի որ ինքը ուր գնում էր, մանուկները միշտ իրեն շրջապատում էին, եւ ուստի միշտ աղջիկաս հետ այս սիրուն տոնին միասին են գալիս։ Շատ եմ սիրում այս տոնը, որովհետեւ իմ համար ուրախություն է, Քրիստոսին դիմավորում ենք։ Այսօր Ծաղկազարդ է, այդպես մենք ամեն տարի Ծաղկազարդին անպայման պետք է մեր հայկական եկեղեցիներ այցելենք, հիշենք մեր սուրբ տոները կատարյալ ձևով եւ միշտ աղոթում ենք Աստծո, որ խաղաղություն լինի աշխարհում, նույնպես մեր հայրենիքում։ Աստված միշտ գալիս է մեզ ընդառաջ եւ կարեւոր է հասկանալ, պատրաստ ենք արդյոք Աստծուն փառաբանություններով եւ ովսաննաներով դիմավորելու, ասաց պատարագիչ քահանան։ Նա իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին հորդորեց հավատացյալներին տերունական այս շաբաթը հարմար առիթ դարձնել վերարժևորելու մեր կյանքն ու սրբագրելու սխալները։ Հիսուս Քրիստոս այսօր Երուսաղեմ մուտք գործեց որպես թագավոր, բայց մուտք գործեց ոչ թե մարդկանց համար ընկալելի երիվարներով, նժույգներով ու ամբողջ զորությամբ, այլ իր հեզությամբ եւ իր ճշմարտությամբ։ Եվ այսօրվա տոնը ճշմարտության հանրահռչակման տոն է, հա? Այսինքն մենք հասկանում ենք, որ ոչ հարստությունը, ոչ շքեղությունը, ոչ մի բան չի կարող զարդարել մարդուն եւ ճշմարիտ իշխանություն տալ նրան, եթե ճշմարտություն չկա մարդու մեջ։ Եվ հայրապետի տնօրինությամբ այսօր մանուկների օրհնության կարգ է արվում, որովհետեւ այս ճշմարտության առաջին ճանաչողները հենց մանուկներն էին։ Մանուկները չի կարելի ուղակի կեղծավորությամբ, այդ տարբեր խաբուսիկ իրողություններով գայթակղել ու ներգրավել, այլ միայն եւ միայն անկեղծությամբ ու ճշմարտությամբ։ Այստեղ ներկա մանուկները քեզ են խոնարհեցնում իրենց գլուխները։ Աղաչում են քեզ։ Պատարագի ավարտին օրհնվեցին եկեղեցում ներկա երեխաները։ Տոնական օրն ամփոփվեց ժողովրդական երգ ու պարով։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։